Բարև սիրելիներս, այսօր որոշել եմ դասավորեմ մեր խառնաշփոթ եղած հագուստի պահարանը։ Արդեն իր ժամանակն է եկել։ Շատ հագուստներ ունենք, որ չենք հագնում ու ինձ մոտ շատ դժվար է ինչ-որ հագուստ դեն նետել։ Միշտ մտածում եմ լավ, կարող եմ մյուս անգամ հագնեմ, բայց երբեք էլ չեմ հագնում, չեմ օգտագործում ու այդպես դարակը միշտ լիքն է լինում, խառնաշփոթ է լինում, դրա համար հիմա որոշել եմ, որ հագուստը, որ երկար ժամանակ չեմ հագնում, արդեն վсё, էլ իրան հնարավորություն չեմ տալիս, չեմ թողնում մյուս տարի, մյուս ամառը կամ ընդհանրապես։ Այստեղ Ավստրիայում կան հատուկ արկղներ, նախատեսված շորերի համար, հագուստի համար, որոնք որ չես հագնում փոքր են, դու կարող ես նվիրաբերել եւ Կարիտասը դա վաճառում է շատ էժան կամ նվիրում է անապահով ընտանիքներին։ Պատվերների դեպքում, երբ որ համապատասխան չի լինում կամ որակը լավ չի լինում, մենք տանում ենք եւ դնում ենք այդ տարաների մեջ։ Դարակի վերջնական արդյունքը ցույց չեմ տալիս, որովհետեւ շատ խառն է լինում փոքրիկի հետ։ Հիմա կմաքրեմ լոգարանը, թափ տվեցի գորգը միանգամից դրեցի լվացքի մեքենայի մեջ, դասավորում եմ իմ շամպունների դարակը, ունեմ լիքը շամպուններ, լիքը մասկաներ, եթե կհետաքրքրի կարող եմ նաև կիսվել ձեզ հետ ինչով եմ խնամում իմ մազերը։ Մի քանի տարի առաջ ես ունեի լավ շատ մազաթափություն, դա հետևանք էր դիետաների, սթրեսների, բայց հիմա ամեն ինչ կարգավորված է։ Կմաքրեմ լվացարանը, որ իմ ճուտիկին բերեմ եւ լողացնեմ։ Ինքը շատ է սիրում ջուր ու հենց ամենասկզբից է սիրել լողանալ, ջրից վախ չի ունեցել ու հիմա կմաքրեմ թեթև հատակը, որպեսզի իմ մաքուր ճուտիկի տոտիկներին հանկարծ կեղտ չկպնի, դրանից հետո վերջում փոշեկուլով վերջնական կմաքրեմ։ Խոզանակով ու ժավելով լավ չոտքում եմ մեր լողանալու հատվածը։ Մաքրում եմ հայելին հատուկ նյութով, որ ջրի հետքերը չմնան։ Սիրելիներս, այսօր այսքանը, գրեք մեկնաբանություններ, բաժանորդագրվեք եւ դրեք ձեր լայքերը։